Տարիներ շարունակ ձևավորված հուսալի եւ բազմակողմանի խոսք, անվերապահ վստահություն եւ կայուն լսարան։ Մեդիա ոլորտում կարևոր ճանապարհ անցած International Media Holding-ը, որի մաս են կազմում Եվրոմեդիա 24, միջազգային հեռուստաընկերությունն ու լուրերկոմ լրատվական կայքը, տոնեց իր ծնունդը, մեկ հարկի տակ հավաքելով հայ ժողովրդի արժանի անհատների։ Միջոցառումը նշանավորվեց կարևոր պահով։ Այդ օրը մրցանակներ հանձնվեցին արվեստի, առողջապահության, իրավունքների պաշտպանության, տնտեսագիտության, մանկավարժության եւ այլ տարբեր ոլորտներում նշանակալի ավանդ ու բացառիկ ձեռքբերումներ ունեցող հայտնի անձանց, որոնց գործունեությունը տարիների ընթացքում թողել է տեսանելի ու ազդեցիկ հետք։ Մրցանակները հանձնեց International Media Holding-ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանը։ Մեծանուն հայ Ռուբեն Վարդանյանը, ով իր կյանքն ու ապագան վտանգեց ներքին մղումով, որովհետև մարդասեր է եւ հայասեր։ Իդեպ Ռուբեն Վարդանյանը իր հիմնած հեղինակավոր Ավրորա միջազգային մրցանակաբաշխության խրախուսում ու պրոպագանդում է հումանիզմը եւ մեր մրցանակակիրն այսօր հենց ինքն է, Բաքվում բանտում իր խղճի գերի դարձած մեծանուն բարերարը Ռուբեն Վարդանյանը։ Մրցանակը հանձնելու համար բեմ ենք հրավիրում նրա իրավունքների պաշտպան Սիրանուս Սահակյանին, համեցեք։ Ռուբեն Վարդանյանը հայտնի է ոչ միայն որպես հաջողակ գործարար եւ պետական մտածողությամբ գործիչ, այլև որպես նվիրյալ մեկենաս եւ հումանիստ։ Նրա նախաձեռնությամբ եւ աջակցությամբ կյանքի են կոչվել կրթական, մշակութային ու սոցիալական բազմաթիվ ծրագրեր Հայաստանում ու Արցախում։ Արցախում ստանձնած պատասխանատվությունը եւս շատերի համար ընկալվեց որպես արժեքային ընտրություն, դժվար պահին արցախցիների կողքին կանգնելու պատրաստակամության վկայություն։ Ռուբեն Վարդանյանը նաեւ Ավրորա մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներից է։ Բարերարն ու Բարաֆեյանի եւ այլ գործընկերների հետ միասին։ Նախաձեռնությունը հիմնադրվել է հիշատակ հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարտիկանյանի եւ նպատակ ունի երախտագիտության եւ մարդասիրության գաղափարը դարձնել համամարտկային շարժում։ Այսօր էլ գտնվելով ադրբեջանական գերության մեջ Ռուբեն Վարդանյանը արժանապատվորեն կրում է իր խաչը հավատարիմ մնալով համոզմունքներին, մարդկային արժեքներին ու ազգային պատասխանատվությանը, անգամ ամենադժվար փորձությունների մեջ պահպանելով ներքին ուժն ու անսասանությունը։ Եվրոմեդիա հեռուստաընկերությունն իր մեկամյակին նվիրված միջոցառմանը Ռուբեն Վարդանյանին շնորհեց մեծանուն հումանիստ մրցանակը։ Այն հանձնեց International Media Holding-ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանը։ Մեծանուն հումանիստ։ Բարձր ծափահարություններ։ Բարի երեկո, նախ կցանկանայի շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, Ռուբեն Վարդանյանին հիշելու, իր մարդասիրական գործունեությունը արժևորելու, մեր հասարակության ուշադրության կենտրոնում պահելու համար։ Իհարկե ես նաև երկակի շնորհակալական զգացողություն ունեմ, քանի որ ինձ համար մեծ պատիվ է հենց Ռուբենի անունից այս մրցանակը վերցնելը։ Շնորհակալ եմ ընտանիքին այս մեծ վստահության համար եւ մրցանակը կարեւոր է նրանով, որ մենք հիշենք նրա գործունեությունը, մարդասիրական գործունեությունը, որտեղ իր ողջ էությամբ Ռուբենը մարդասեր է եւ միշտ գտնվել է այն վայրերում, որտեղ մարդիկ իր աջակցության կարիքն են ունեցել եւ հասկանալի է, որ Ռուբենը չէր կարող չգտնվել Արցախում, գտնվել է ամենակրիտիկական պահերին, սեփական կյանքը, բարեկեցությունը վտանգելով, բայց իր գործունեությամբ նաև ցուցադրել է, որ արժեքները, սկզբունքները եւ մարդու իրավունքների համար պայքարը շատ ավելին են, շատ ավելի բարձրարժեք են, քան բարեկեցությունը, սեփական անվտանգությունը։ Եվ ես հույս ունեմ, որ մեր հասարակությունը պատշաճ կերպով կիմաստավորի Ռուբեն Վարդանյանի այս գործունեությունը, իր ամենօրյա աշխատանքով կփորձի կանգնել այս հատուկ առաքելության կողքին։ Սա դիտարկում եմ ընդամենը մեկ առիթ հիշելու նրա գործունեությունը, նրանց չլուծված խնդիրները, բայց կարծում եմ, որ մեր հասարակությունը ամենօրյա հիմունքներով պետք է խոսի չլուծված խնդիրների մասին, համատեղի իր ջանքերը, որպեսզի մենք կարողանանք Ռուբենին եւ նրա կարգավիճակում գտնվող մեր մյուս հայերին օր առաջ տուն վերադարձնել։ Շնորհակալ եմ։
Բարձր ծափարություններ